Նախ շնորհավորում եմ այս մեկի կապակցությամբ ձեզ պարոն Կարապետյան, աղքատությունը հաղթահարելու ֆոնդ ստեղծելու մասին է հարցս, ինչ մեխանիզմով է այս ֆոնդը գործելու, որպեսզի դրա շահառուները, այսպես ասած, չհայտնվեն նպաստառուի հոգեվիճակի մեջ եւ միաժամանակ կախվածության մեջ չլինեն դրանից։ Օրինակ, կիրառելու եք միջազգային փորձը, ենթադրենք հատուկ տրանսֆերներ բացառապես այն ընտանիքներին, որտեղ աշխատունակ մարդը կամ վերապատրաստվում է կամ աշխատանք է փնտրում, որտեղ նախկինում եղել է դեպքեր, երբ որ նպաստառու ընտանիքները այլևս մոտիվացված չեն եղել աշխատելու եւ թույլ տվեք մի փոքր հարցել, բազմաթիվ անգամ նշում եք, որ ձեր ուժը տնտեսությունը թռիչքաձև աճ է տալու, աճ է ապահովելու։ Ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը եւ որ ուղղությամբ ներքին արտադրողներին մոտիվացնելով թե նաեւ արտաքին հոսքերը։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Առաջինը մտահոգությունը, որ մարդկանց 5 հոգանոց ընտանիքին, ծայրահեղ աղքատ ապրող, մենք ուզում ենք 150,000 դրամ ծրագրով, աղքատության հաղթահարման ծրագրով աջակցենք եւ քննադատության փորձում են արժանացնել, ուզում ենք մի բան ասենք այդ մարդկանց։ Իրենք պատրաստ են 10 օր, 20 օր, 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններում, ով ստանելու է այս աջակցությունը։ Ով քննադատի այս ծրագիրը, առաջարկեք 1 ամիս այդ մարդկանց կյանքով ապրել։ Կա աղքատության թակարդ, այդ մարդկանց պետք է հանենք այդ թակարդից, հնարավորություն տանք, միջոցներ տանք, ոտքի կանգնելու, հետո մի քանի, բայց այսքան միլիոնատեր, այսքան ունևոր մարդ ունեցող մեր ազգը պետք է թույլ չտա ծայրահեղ աղքատ մարդ իր ազգի ներկայացուցիչ լինի։ Սա է մեր փիլիսոփայությունը, սա է Սամվել Կարապետյանի փիլիսոփայական մոտեցումը այս գործին։ Գաղափարը այն է, որ այսքան հնարավորություններով տեր հայրենակիցներ ունեցող ազգը պետք է թույլ չտա իր հայրենակիցներից տասնյակ հազարները 21-րդ դարին ոչ վայել աղքատության մեջ լինեն։ Տնտեսության թռիչքաձև աճը 3 հիմնական ուղղություններ կա։ Ներդրումների աջակցում եւ ներդրողների հետ երկարաժամկետ պայմանագրերի կնքում, ներքին շուկայի աջակցում եւ բիզնեսմենների, գործարարների շահերի պաշտպանություն եւ երրորդը պետական ծրագրային մասնակցություններ։ Ծրագրերը սա հիմնական մեր մասնագիտությունն է, տնտեսությունը մեր մասնագիտությունն է։ Մենք կարող ենք ասել, որ փորձառության առումով ամենամեծ փորձ ունենք տնտեսության մեջ եւ դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին, որ մենք ենք իրականացնելու վերջապես տնտեսական փոփոխությունների Հայաստանում ծրագիրը, որը անհրաժեշտ է, որը պետք է 10 տարի առաջ լիներ, 5 տարի առաջ լիներ եւ ոչ թե այսօր, բայց ստիպված ենք անել այսօր։ Կա փուլային գաղափար։ Առաջի 5 տարին դա 300,000 աշխատատեղերի ստեղծումն է, աղքատության շեշտակի նվազումն է, ծայրահեղ աղքատության վերացումն է։ Ծայրահեղ աղքատությունը Սամվել Կարապետյանի ուժը վերացնելու է 6 ամսվա ընթացքում։ Այս քաղաքականությունով դուք կտեսնեք։